պահանջում են, որ մենք վեհապարի անունը չտանք, եւ հիմա էլ արդեն արձաբանվեց, որ վարժապետը ասել է, ես կգնամ այն եկեղեցում, որտեղ վեհապարի եւ անունը չի տրվի պատարագի։ Գալայի հետ զրույցում տեր Ռուբենը հաստատեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Կարեն Պետրոսյանն է եղել իր առաջին այցելուն, ով հորդորել է պատարագի ժամանակ չհնչեցնել վեհապար Հայրապետի եւ Միքայել arczepiskopos Աջապահյանի անունները։ Առաջին ինքն այցելել է այդ հարցով, հիմա ինչ որ էս եղել է, սա իր պատճառով է դա։ Եկել է ինչ որ X անունով, որ մեկը բան է, որ անունը չպիտի տաս։ Ով է ասել դա, կարաս ասես։ Դե ասա ով է քեզ ուղարկել, առաքել։ Սատանան է առաքել էս բանսարկություններ անելու համար։ Հա։ Բա խնդրում եմ որ անունը չտաս, այդպես բան չկա, հենց այդից է սկսվել ու վերջ, ինքը տենց է գնացել է։ Կարեն Պետրոսյանն իր հերթ Գալայի հետ զրույցում հերքում է, տեր Ռուբենի հետ հանդիպում եղել է, բայց ոչ նման հորդոր։ Որևէ համոզելու, հորդորելու գործընթաց որևէ քահանայի չի եղել։ Այո, մենք խոսել ենք պատարագի վերաբերյալ, բայց մանրամասներ, ինչպես արդեն ասեցի, չեմ ասել։ Ստախոս է մարդը։ Բանսարկու է որովհետև։ Տեր Ռուբենը մեծ զրույցում մանրամասներ է պատմում հանդիպումից եւ նախատինք տալիս։ Խաբեությունը մեծ մեղք է։ Այդ մարդը ինքն էլ չի իմանում ինչ է ուզում ընդհանրապես։ Իսկ եկեղեցու դեպի առնչեց այդպես բաներ, շատ ահավոր ինքը համ ղեղինակազրկվի մեր առջև որպես հոգևորներ եւ ասուցե կարող է պատժել ստանալ։ Կարեն Պետրոսյանը պնդում է, ինքը չի բացահայտի հանդիպման մանրամասները։ Որտեղ երբ որ երկու հոգի խոսում են, երկու հոգու խոսույթը առանց երրորդ կողմի, այսինքն եթե տեր Ռուբենը այստեղ չի, ես մեր խոսույթը չեմ կարող հրաբարակայնացնել։ Կարեն Պետրոսյան թող մի քիչ ամաչի էլի, լավ, թող գնա ամաչի, որ սուտ է խոսում։ Այդ ինչի դու գալիս ես այդ բանը տարածում ես, հիմա էլ ստախոսում ես, ամոթ չի դա դες։ Բա հասուն մտավոր մարդ է, ինչ որ դասախոս ես դա։ Դա ոչ մի բան չի ասում իմ համար։ Կարեն Պետրոսյանի խոսքերով ամեն մարդ ինքն է որոշում տալ վեհապարի անունը թե ոչ։ Մանավանդ իմ համար անձնապես հիշատակությունը էական մի հանգամանք չի, եւ ամենակարևորը որ հավատացյալները, ովքեր գալիս են պատարագի, իրենց սրտով, խղճով եւ ամբողջ աղոթական վիճակով աղոթեն օրվա կաթողիկոսի համար, եթե ուզում են։ Տեր Ռուբենը պնդում է, անհնար բան է անել պատարագ եւ չտալ կաթողիկոսի անունը, դա կանոնից դուրս է։ Հոգևորականների առաջ այսօր նախապայմաններ են դնում։ Մարդը, եթե գնում է պատարագի, պիտի չդնի նախապայմաններ, ասում է հոգևորականը եւ հարցադրում, Աստծո հետ նախապայմաններով են հաղորդակցվում։ Ով է տեսել նման բան, խմբագրել պատարագի ասելիքը, հարմարեցնել, ըստ նպատակահարմարության անուններ կրճատել։ Ուղղակի հարցը գիտեք, մեր մեզ ինչ որ նախապայմաններ են դնում մեզդան։ Դա իմ օրինակ իմ դուրը չի գալի։ Եթե վարչապետ ասում է ես բարձ հավատացյալ եմ, ոչ թե որպես վարչապետ եմ գալի, ուրեմն դու պիտի գաս պատարագի։ Մենք կարող ենք չտանք իր անունը, ես չեմ հասկանում։ Կամ մեր սրբազան հայրը, եթե չձերբակալվեց մինչև այդ 25 տարի մենք ծառայել ենք մեր սրբազան հոր հետ այսքան ժամանակ, միշտ անունը տվել ենք, հիմա ինչի չպիտի տանք։ Կարգալուց են արել։ Հերետիկոս է Միքայել Սրբազանը, հա? Բանադրել են, կարգալուց են արել, Արիոս է, Մարկեդոն է, ինչ է, Նիստոր է, ինչ է, հերզված է, չէ։ Իսկ օրինակ Կարեն Պետրոսյանը դժգոհ չէ եկեղեցու շուրջ կատարվող վերջին զարգացումներից, ասում է ցանկացած երկրում, երբ որ երկրի առաջին դեմքը հրապարակային ասում է, որ իրեն համարում է եկեղեցու զավակ, այդ երկրի համար դա մեծ արժեքավոր երևույթ է։ Եվ այո, վերջին ամիսներին Սուրբ Պատարագի մասին շատ ավելի շատ է խոսվել, քան եկեղեցականների բազմամյա գործունեության արդյունքում։ Պետրոսյանի խոսքերով այսօր եկեղեցականները իրար դեմ են, մատնություն են անում, հաղորդակցվում միմյանց հետ կոմպրոմատներով, չի կիսում կարծիքը, թե օրվա իշխանությունն է շարունակաբար պառակտում։ Իշխանությունից առաջ, երբ որ 18 թվականին նոր Հայաստան նոր հայրապետ շարժումն էր, այդ բոլոր կոմպրոմատները օգտագործվեցին այն եպիսկոպոսների դեմ, ովքեր մեր շարժման կողմնակիցներն էին, եւ շատերը մեծամասնությունը կամ գրեթե բոլորը ստիպված եղան այդ շարժման ագունքներից հեռանալու։ Հայրաթոռը միշտ կառավարվել է բռնապետական
արժե համակարգով, կոմպրոմատներով, սդով եւ կեղծիկով եւ վերջում է բացահայտվեց նաեւ քերեգիններով։ Տեր Ռուբենն իր կարծիքն ունի, թե ինչու է Կարեն Պետրոսյանը փուհի գործերից զատ այլ զբաղմունք գտել եւ Գյումրիում Փաշինյանի պատվերով մատուցվող Կիրակնորյա պատարագի աշխատանքներն է կազմակերպում։ Իր անձնական շահի, որ առաջընթաց կլինի, որ բանալեն նաեւ վարչապետի համար այստեղ հաճելի հող են ստեղծել, հիմք են ստեղծում, էլի։ Այստեղ Ռուբենն էլ հակապետական չի, պետականամետ քահանա է, կանգնի գնանք, ինքը հաստատ անունը չի տա, էլի։ Վեհապարի եւ Սրբազանի։ Այդ է իրենց ակնկալիքները։ Իրենց դրել են իմաստունի տեղ, բայց հիմար են դուրս գալի։ Այդ անտեղի անհանգստացություն, բայց ես շատ էլ ուրախ եմ այս ամենը, որ եղավ, որ բացայտ լինի, բայց ժողովուրդը ճանաչի սուտը ճշմարտությունից։ Արմենի Վարդանյան, Համբարձում, Պապոյան, Գալանյուս։